Պաշտպանության փոխնախարար նյութատեխնիկական ապահովման համար պատասխանատու Ալիկ Միրզաբեկյանի պաշտոնանկությունը IT ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը համարում է 4-օրյա պատերազմի արդյունք, ոչ թե տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից հնչած դժգոհությունների հետևանք։ Իմ դժգոհությունները շատ փոքր են համեմատած 4-օրյա պատերազմի արդյունքների հետ։ 4-օրյա պատերազմը ինքը ամբողջ այդ բոլոր տեղերը, որտեղ փտած էր, այսպես ասեմ, ի հայտ բերեցին։ Արյունալի բախումներից հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները խիստ քննադատեցին պաշտպանության նախարարությանը հայկական IT ոլորտի ներուժը զինված ուժերում չօգտագործելու համար, իսկ սլաքներն ուղղվեցին դեպի նախկին փոխնախարար Միրզաբեկյանը, ով 2011-ից ղեկավարում էր բարձր տեխնոլոգիաների ոլորտի եւ պաշտպանության նախարարության համագործակցության խորհուրդը։ Այդ հանձնաժողովը իր 4 տարվա գործունեության մեջ տվեց 0 արդյունք պրակտիկորեն, շատ չնչին արդյունք, եւ այդ համագործակցության ընթացքում բացահայտվեցին մեխանիզմներ, որոնք խոչընդոտում են ընդհանրապես ինֆորմացիոն բարձր տեխնոլոգիաների ներդրումը բանակում։ Այդ էր խնդիրը։ Պաշտպանության նախարարությունը չունի նոր տեխնոլոգիաներ ստեղծելու եւ ներդնելու քաղաքականություն, քննադատում է Վարդանյանը, ով այս խնդիրների առնչությամբ վերջին տարիներին բազմիցս նամակներ է գրել պաշտպանական գերատեսչությանը եւ Հայաստանի նախագահին։ Ես կարծում եմ, որ վերջին տարիներին մոդեռնիզացիա ընդհանրապես չի արվել բանակում։ Իսկապես նոր զենքեր չի գնվել։ Ես չեմ ասում պատվիրվել ներսի շուկայում։ Այսինքն ընդհանրապես ռազմարդյունաբերություն քաղաքականություն չի եղել։ 11 թվականին բոլոր վարչությունների հետ հանդիպելուց հետո առնվազն ամեն վարչության հետ ի հայտ ենք բերել առնվազն 4 խնդիր, եւ այդ 4 խնդրով առաջարկություն ենք արել։ Առնվազն եմ ասում։ Դեռևս մինչև զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատումը Կիրակի Սեյրան Օհանյանը ճեպազրույցում պնդեց. սկսած 94 թվականից ռազմական արդյունաբերությունը Հայաստանում զարգացման միտում ունի։ Միաժամանակ նկատեց, IT ոլորտից պատրաստի արտադրանք իրենց երբեք չեն առաջարկել։ Երբևիցե չի եղել, որ այս կամ այն կազմակերպությունը ինքնուրույն տարբեր մշակումներ իրականացնի եւ արդեն պատրաստի միջոցը պատրաստի արտադրանքը, որը որ կհամապատասխանի մեր տեխնիկական միջոցներին, այսօրվա ժամանակակից այսպես պահանջներին, առաջատար պահանջներին, որ մենք մերժենք։ Սա է այն իրականությունը, որ մենք փորձում ենք այնուամենայնիվ փորձում ենք համագործակցել։ Կարեն Վարդանյանը հակադարձում է, բանակը չի կարող ֆինանսավորվել մասնավոր ռեսուրսներից ու դոնորներից եւ կառավարությունը պետք է նպաստի ռազմաարդյունաբերության ստեղծմանը։ Կարա վերաբերվի պարոն Օհանյանը միայն այլ երկրների ձեռնարկություններին, որոնք ունեն ռազմաարդյունաբերություն։ Իսկ իր պարտականությունը ռազմաարդյունաբերություն ստեղծելն է։ Այսինքն ինքը պետք է այդ նույն IT ոլորտին օգնի, որպեսզի նրանք ունենան պատրաստի արտադրանք։ Դուք սառնարան արտադրող եք։ Որպեսզի դա դառնա ռազմական արտադրանք, պետք է լինի ձեր համագործակցությունը բանակի հետ, եւ բանակը դա պետք է ցանկանա։ Այսինքն իրանց աշխատանքը համարում են առևտրականի աշխատանք, այսինքն տենդեր անցկացնողի աշխատանք։ Ապրիլյան բախումներից հետո ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը բանակի իրենց ոլորտին առնչվող խնդիրները լուծելու համար մասնագիտական խմբեր է ստեղծել, որոնք աշխատելու են գաղտնագրված կապի միջոցներ ստեղծելու, անօդաչու թռչող սարքերի վնասազերծման եւ այլ խնդիրների լուծման ուղղությամբ։ Համատեղ աշխատելու առաջարկով դիմել են պաշտպանության նախարարությանը, արձագանք դեռ չկա։ Այնուամենայնիվ 4-օրյա պատերազմից հետո ոլորտի ներկայացուցիչները հույս ունեն, որ հիմա գոնե սայլը տեղից շարժվելու է։ Պատրաստակամություն տեսնում ենք պաշտպանության նախարարության կողմից համագործակցելու։ Հիմա խնդիրն է, թե այդ պատրաստակամությունը կվերածվի ինստիտուցիոնալ համագործակցության, թե չի վերածվի։ Այսինքն կմնա ցանկությունների շրջանակում, որովհետև 4 տարի առաջ այդ ցանկություն կար։